Սա պատերազմ է եւ այս պատերազմը մենք չենք ընտրել, այն մեզ պարտադրվել է։ Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ եւ մենք ուղղակի նստենք ու նայենք։ Այս պատերազմը մեր գոյատևման եւ Իրանի լինել չլինելու մասին է։ Դեսպանը տեղեկացրեց նաև, որ Հայաստան-Իրան սահմանը, որը փակ էր տեխնիկական խնդիրների պատճառով, արդեն բացվել է առավոտյան ժամը 9:30-ին, խնդիրը կարգավորվել է։ Կապանում մեր գլխավոր հյուպատոսը գտնվում է հենց Իրան-Հայաստան սահմանին։ Նա վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան։ Սահմանին սպասում էին 30-40 քաղաքացի, որոնք բոլորն էլ միջազգային տոմսեր ունեին եւ պետք է իրենց թռիչքը տեղի ունենար Երևանից։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Շիր Ղոլամին հայտարարեց, որ ամերիկյան եւ սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի հոգեվոր առաջնորդը, ում նա բնութագրեց որպես բռնության դեմ պայքարի խորհրդանիշ։ Նրա խոսքով առաջնորդի նահատակությունը ծանր հարված է Իրանի համար, սակայն որևէ իշխանական վակուում երկրում չի ձևավորվել։ Դեսպանը վստահեցրեց, որ Իրանի իսլամական առաջնորդների խորհուրդը շարունակում է կառավարումը անցումային փուլում եւ մոտ ապագայում կներկայացվի նաեւ հոգեվոր առաջնորդը։ Իրանի ժողովուրդն ունի այն կամքը, որ էլ ավելի ամուր ոգով շարունակի պայքարը իր ազգային նպատակների համար։ Դեսպանի բնութագրմամբ Թեհրանը տեղի ունեցողը դիտարկում է որպես գոյաբանական մարտահրավեր եւ պատրաստ է օգտագործել միջազգային իրավունքի շրջանակում իր պաշտպանական բոլոր մեխանիզմները, միաժամանակ վերահաստատելով Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ իր աջակցությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։